Ռուսական հայտնի օրենքի նոր պահանջով Ռուսաստանում գտնվող եւ քաղաքացի չհամարվողները պարտավոր են լքել Ռուսաստանը մինչեւ ապրիլի 30-ը։ Ինչ կա սրա տակ։ Փետրվարի 5-ին ուժի մեջ մտավ արտաքսման ռեժիմ կամ ռեժիմ վիսիլկի օրենքը եւ միաժամանակ ներդրվեց վերահսկվող անձանց ռեեստր կոնտրոլირуемых лиц։ Բոլոր այն անձինք, ովքեր փետրվարի 5-ի դրությամբ ունեին որևէ խախտում, դա կարող էր լինել միգրացիոն օրենսդրության վարչական խախտում եւ այլն, իրենք հայտնվեցին այս ռեեստրում։ Իրականում այդպես պետք է լիներ, բայց ցավոք ռեեստրում հայտնվեցին նաև մարդիկ, ովքեր չունեին որևէ խախտում եւ նրանց բոլոր փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով արված էին, ուժի մեջ էին, ավելին ասեմ, այդ ռեեստրում հայտնվեցին երկքաղաքացիություն ունեցող, այսինքն նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք, որոնց ընդհանրապես ռեեստրը չէր վերաբերվում։ Եվ փետրվարի 5-ից սկսվեց այդ սարսափ մղձավանջը միգրանտների շրջանում, որովհետև ռեեստրում հայտնվելը դա ուղղակի ինչ-որ ցուցակում հայտնվել չէր, դա իրենից ենթադրում էր պատժիչ միջոցներ, առաջինը, ինչպես են մարդիկ իմանում, որ իրենք ռեեստրում են, առաջինը միանգամից սառեցվում են նրանց բանկային հաշիվները։ Եվ մարդիկ չեն կարող իրենց բնակավայրը լքել առանց ոստիկանի թույլտվության, նրանց արգելված է իրականացնել մի շարք գործողություններ, բնակարան գնել, վաճառել, երեխայի ծնունդ գրանցել, ամուսնություն գրանցել, նույնիսկ իրենց ունեցած ռուսական վարորդական իրավունքով մեքենա վարել եւ այլն, այսպիսի բազմաթիվ խստացումներ։ Այդ բոլոր խստացումները վերաբերում են բոլորին, անկախ նրանից ռեեստրում հայտնված անձանց, ովքեր հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում։ Մենք աշխատանքային միգրանտին պետք է առանձնացնենք այստեղ։ Ոչ, սա վերաբերվում է բոլորին, այդ թվում աշխատանքի նպատակով մեկնածներին։ Բայց ռեեստրի հետ միաժամանակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագիրը եղավ 1126 հրամանագիրը, համաձայն որի ավելի նոր բան է դա։ Այո, 1126 հրամանագրով փետրվարի 5-ից մինչև ապրիլի 30-ը հնարավորություն տրվեց ռեեստրում հայտնված անձանց կամ օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում, այսինքն պակասող փաստաթղթերը, ժամկետանց փաստաթղթերը վերականգնել, կամ լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը, այն ինչի մասին դուք խոսեցիք։ Եթե ոչ, ապրիլի 30-ից հետո նրանց կարտաքսեն Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն սա իր տեսակի մեջ ինչ-որ առումով ամնիստիայի նման ինչ-որ բան էր, որ թույլատրում է անօրինական կարգավիճակում գտնվող անձանց օրինականացնել իրենց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում։ Դուք հասկացել եք ի վերջո այս պերմանենտ խստացումները միգրացիոն օրենսդրության իրավիճակային լուծումներ են Ռուսաստանում ենթադրում, թե ավելի խորքային process է տեղի ունենում։ Ես ավելի քան վստահ եմ, որ խորքային process է տեղի ունենում եւ ես էլի ձեր եթերում ասել եմ, այս խստացումները այս րոպեական որոշում չեն։ Դեռևս 2018 թվականին արդեն իսկ նախագիծը քննարկվում էր միգրացիոն օրենսդրության խստացումների, պարզապես չհասցրեցին քննարկումները ավարտին հասնել, որովհետև 20 թվականի COVID-ը եղավ եւ դա խանգարեց, որպեսզի լիարժեք քննարկվի եւ ուժի մեջ մտնի, իսկ 22 թվականին, երբ որ արդեն սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ այնուհետև որից հետո իրենք արդեն սկսեցին խստացումներ իրականացնել, իսկ արդեն Կրոկուսի դեպքերից հետո շատ արագ մտցրեցին Դումա եւ մեկ օրում երկու քննարկում անելով, երկու նստաշրջան անցկացնելով իրենք ուղղակի ընդունեցին այս օրենքները։ Ինչքանով է նման Ռուսաստանի այս օրենսդրական քայլերը Թրամփի օրենսդրական քայլերին Ամերիկայում։ Եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, երկուսն էլ միտված է անօրինական միգրանտների կամ օրինականացմանը կամ արտաքսմանը։ Եթե հարգելի տատևիկ, Թրամփը ասում է հանցագործներին եք ուղարկել մեր երկիր, մենք պետք է արտաքսենք նրանց։ Ռուսներն էլ են նման բաներ ասում։ Ասում են այն Հոսելով չի, այս մարդիկ գնում շենացնում են այդ երկիրը, չի աշխատում են։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց անշուշտ իրենք նաև ներկայացնում են
թվեր, որ նաև հանցավորությունն է աճում, երբ որ շատ են լինում անօրինական միգրանտները։ Անշուշտ այստեղ ճշմարտություն կա, ինչ խոսք, եթե միգրանտները անօրինական կարգավիճակում են գտնվում, նրանք նաև չեն կարող օրինակ աշխատել, բնակվել, նրանք պետք է աշխատեն ոչ լեգալ, հարկեր չվճարեն, Չերևան դաշտում, այսինքն իրենց անօրինական գտնվելը կարող է բերել նաև տվյալ միգրանտների շահագործման, որպեսզի երկարացնեն իրենց գտնվելը եւ չհայտնվեն իրավապահների տեսադաշտում, որ չարտաքսվեն, իրենք կարող են նաև ինչ որ կեղծ փաստաթղթեր դիմել եւ գնել, ինչը նաև անում են, սա նույնպես հանցագործություն է, այսինքն այս տեսանկյունից ես համամիտ եմ, որ անօրինական միգրացիան անշուշտ նպաստում է հանցավորության աճին, բայց ասել, որ դա չգիտեմ, ուղղակի սպառնալիք է, բոլոր միգրանտները սպառնալիք են եւ նրանց դեմ պետք է պայքարել, ես անշուշտ այս հասկացությանը դեմ եմ, որովհետեւ միգրանտները իրենք բերում են իրենց հետ եւ նոր մշակույթ են բերում եւ իրենց հետ բարիքներ են բերում, այսինքն միգրացիան դարձնել այսպես սարսափի մի բան եւ դրանով մեր աշխատող ձեռքը գնում է ուրիշ երկեր անում։ Անշուշտ, մենք էլ հիմա հանդիկների ենք ստիպված եղել։ Միանշանակ ես միշտ ասում եմ, որ միգրացիան դա այնպիսի երևույթ է, որին որևէ մեկը չի կարող արգելել, կանխարգելել, չգիտեմ ինչ անեն, այսինքն միգրացիան գործոններից կախված է, եթե կան ինչ որ մի երկրում ձգող գործոններ, ավելի լավ աշխատանք, լավ պայմաններ, իսկ կան երկիրը, որտեղ ապրում է մարդը, կամ վանող գործոններ, այսինքն այդ պայմանները չկան, անշուշտ նա մեկնելու է այնպիսի երկիր, որտեղ այդ պայմանները կան, բոլորն էլ ցանկանում են լավ ապրել, կա աշխատանք, լավ վարձատրություն, հնարավորություններ, ուստի այստեղ ամբողջ հարցը նրանում է, որ այո, պետք է պայքարել անօրինական միգրացիայի դեմ, այսինքն անօրինական, անկանոն կարգավիճակում գտնվելը պետք է մինիմալի հասցվի։ Դուք ասում եք, Ռուսաստանի Դաշնության սահմանապահը կարող է օդանավակայանից կամ սահմանից հետ ուղարկել մարդուն առանց հիմնավորման։ Այո, ինքը մարդուն կարող է նույնիսկ չասել պատճառը, որովհետև եթե ինքը հիմնավոր կասկած ունի, ինքը իր ներսում ունի կասկած, որ տվյալ անձը կարող է նաև չասել, այո, որ այդ տվյալ անձը կարող է սպառնալիք հանդիսանալ իր պետության անվտանգությանը, ինքը ունի այդ իրավունքը տվյալ անձին ներս չթողնելու Ռուսաստանի Դաշնության տարածք։ Ես մեր քաղաքացիների առումով կարող եմ ասել, որ ճիշտ է թիվը փոքր է, ում ներս չեն թողում եւ մարդիկ, ովքեր նույնիսկ առաջին անգամ էին փորձում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն եւ սահմանապահը ետ է ուղարկել առանց բարձաբանելու ինչի համար, արդեն գիտենք, որ այդ մուտքի արգելքը իրենց հետ են ուղարկում եւ դրվում է մուտքի արգելքը դնում է Ռուսաստանի անվտանգային ծառայությունը, ՖՍԲ-ն է դնում եւ այդ արգելքը անժամկետ է ու նույնիսկ հնարավոր չի բողոքարկել, որտեղ միևնույն է դատարանները այդ որոշումը չեն չեղարկելու։ Հիմա մենք Երևանում շատ ենք հանդիպում եւ ամբողջ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների, որոնք իրենց լավ են զգում Հայաստանում։ Հիմա ըստ այդմ այն օրենսդրությամբ, որը մենք ենք կիրառում նրանց նկատմամբ, համարժեք է այն օրենսդրությանը, որը կիրառում է Ռուսաստանը Հայաստանից գնացածների նկատմամբ։ Ոչ, համարժեք չի, մեր միգրացիոն օրենսդրությունը բավականին լիբերալ է, իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիներին, առավել եւս, որովհետեւ մենք ԵԱՏՄ համաձայնագրի բոլոր կետերը ամենայն պատասխանատվությամբ կատարում ենք։ Մյուս կողմից ես պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, եթե չեմ սխալվում 1995 թվականին կամ 98 տարեթվերի մեջ գուցե մի փոքր շփոթեմ, կա միջպետական համաձայնագիր, համաձայն որի եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացին գալիս է Հայաստան եւ Հայաստանի քաղաքացին մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, եթե նա այնտեղ որևէ հասցե, այսինքն ի սկզբանե ասում է իր բնակության հասցեում հաշվառվում է, ապա մինչև հաշվառումից դուրս գալը դա հավասարեցված է կացության կարգավիճակի։ Ինքը լիովին պետք է օգտվի բոլոր կանոններից։ Այդ օրենքը, այդ միջպետական համաձայնագիրը ոչ մի օր Ռուսաստանի Դաշնությունում չի գործել, բայց Հայաստանի Հանրապետությունում գործում է եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները բավական է գան Հայաստան, այստեղ իրենց բնակության հասցեում որպես օտարերկրացի հաշվառվեն եւ նրանք այստեղ օրինական կարող են բնակվել
անժամկետ մինչև տանտերը կորոշի կամ հաշվառումից հանի կամ իրենք կորոշեն հաշվառումից դուրս գալ, այսինքն իրենց հաշվառումը հավասարեցված է կացության կարգավիճակի։ Իսկ Հայաստանի քաղաքացիները հաշվառումից հետո, որպեսզի կարողանան Ռուսաստանի Դաշնությունում բնակվել, նրանք պետք է ունենան կամ աշխատանքային պայմանագիր, կամ առանձին կացության կարգավիճակ, կամ բնակության թույլտվություն, այսինքն ՌՎՊ, վիտնաժի, ըստ այլապես նրանք արդեն իսկ 25 թվականի հունվարի 1-ից սկսած տարվա ընթացքում գումարային 90 օրից ավել չեն կարող գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում։